Օգոստոսի 3-ից 7-ը Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է միջուկային փորձարկումների համապարփակարգելման պայմանագրի կազմակերպության Արևելյան Եվրոպայի ազգային տվյալների կենտրոնների համար նախատեսված տարածաշրջանային աշխատաժողովը։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում համախմբելով 11 երկրի 27 մասնագետի։ Աշխատաժողովը կազմակերպված էր սիմուլյացիոն վարժանքի ձևաչափով, տեղի ունեցել իրադարձություն եւ անհրաժեշտ էր պարզել այդ իրադարձությունը սեյսմիկ իրադարձություն էր թե ոչ, որը ամենակարևոր եւ բովանդակային մասն է այս ամբողջ աշխատաժողովի ընթացքում։ Մասնակիցների իրականությանը մոտարկված պայմաններում մշակել եւ վերլուծել են տարբեր դիտակայաններից ստացված սեյսմիկ տվյալներ։ Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը եւ պատասխանատու կառույցներին Գառնիում աշխատաժողովի անցկացման աջակցելու համար։ Հայաստանի կառավարության հանձնառության վկայություններ նաեւ աշխատաժողովի բացման արարողությանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությունը, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության աջակցությունը միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի նպատակներին։ Հայաստանի եւ միջուկային փորձարկումների համապարփակարգելման պայմանագրի կազմակերպության գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Հայաստանը պայմանագիրը ստորագրել է 1996 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 2006 թվականի հուլիսի 12-ին վավերացրել այն, դառնալով միջազգային այդ հանձնառությունը ստանձնած 133-րդ պետությունը։ Այսօր Գառնիի AS3 հավաստագրված օժանդակ սեյսմիկ կայանը միջազգային մշտադիտարկման համակարգի մաս է եւ տարածաշրջանային աշխատաժողովը Հայաստանում անցկացնելու ընտրությունը պատահական չէր։ Հայաստանը տարածաշրջանային աշխատաժողովը հյուրընկալելու համար համապատասխան երկիր էր, հաշվի առնելով կազմակերպության հետ երկարամյա համագործակցությունը։ Հայաստանի ազգային տվյալների կենտրոնն ունի աշխատաժողովի հաջող ընթացքն ապահովելու անհրաժեշտ փորձառություն, գործիքակազմ եւ մասնագիտական կարողություններ։ Որպես սեյսմոլոգիայով ավելի քան 25 տարի զբաղվող ինժեներ ինձ համար շատ հետաքրքիր էր տեսնել ձեր կայանը գերազանց վիճակում է, այստեղ աշխատող մարդիկ իրենց գործն անում են սիրով եւ բարձր պատրաստվածությամբ։ Թեև աշխատաժողովի մասնակիցները ներկայացնում էին տարբեր երկրներ, սակայն խոսում էին մասնագիտական նույն լեզվով։ Համատեղ աշխատանքը լայն հնարավորություններ մոտեցումները համադրելու, նաեւ համագործակցությունն ընդլայնելու համար։ Ես լավագույն տպավորություններ ստացա, ինձ նաև զարմացրին սեմինարի նախապատրաստական աշխատանքներում ներդրված ջանքերը, որոնք հայկական կողմն արել էր, որ բոլոր մասնակիցները իրենց հարմարավետ զգան։ Մենք հասել ենք աշխատաժողովի առջև դրված նպատակներին։ Մասնակիցները սովորեցին ոչ միայն կազմակերպության աշխատակիցներից, այլև միմյանցից, ծանոթանալով տարբեր գործիքակազմերի։ Այժմ մասնակիցները կարող են բնութագրել իրադարձությունը, որոշել պարամետրերը եւ գիտական գնահատականները վերածել իրենց կառավարություններին ու համապատասխան կառույցներին ներկայացվող գործնական խորհրդատվության։ Աշխատաժողովը վերահաստատեց, համաշխարհային մշտադիտարկման համակարգում ճշգրիտ տվյալը նույնքան կարևոր է, որքան այն ճիշտ գնահատող մասնագիտական համագործակցությունը։ Հայաստանը պատրաստ է գիտատեխնիկական ներուժով եւ պատասխանատու հանձնառությամբ շարունակելու նպաստել այդ համակարգի արդյունավետ գործունեությանը։ Օգոստոսի 10-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ահազանգած կինը հայտնել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է մի երիտասարդ դանակահարում շանը։ Ահազանգով մեկնած համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ օգոստոսի 10-ին ժամը 21-ի սահմաններում Շիրակի փողոցում գտնվող զբոսայգում երիտասարդը դանակով հարվածել է տարածքում գտնվող շներից մեկին։ Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նրա ինքնությունը։ Երևանի 29-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Օգոստոսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են երկու անձինք Կոմիտաս Փափազյան խաչմերուկում երթևեկության ժամանակ միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանում եւ հարվածում միմյանց։ Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից երկու անձ հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արաբգիրի բաժին։ Կազմված փաստաթղթերը եւ անձինք ներկայացվել են նախաքննական մարմին։ Օգոստոսի 10-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Լոռու, Կոտայքի եւ Արմավիրի մարզերում, Երևանի Էրեբունի վարչական շրջանում ու մետրոպոլիտենի կայարաններում։ Ոստիկանները շրջայցեր եւ ստուգողական միջոցառումներ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում եւ հանրային այլ վայրերում։ Թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով մի խումբ անձինք տեղափոխվել են համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ։ Ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են մարտական, մեկնարկային
ճանապարհային եւ գազային ատրճանակներ, դանակներ, կրփազենք, թմրամիջոցի զանգվածով փաթեթներ։ Հայտնաբերվել են նաեւ առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու եւ ճանապարհային երթևեկության այլ կանոնների խախտման դեպքեր։ Հանրային անվտանգության ապահովման, հանցավորության կանխարգելման եւ իրավախախտումների բացահայտման նպատակով ուժեղացված ծառայությունները շարունակվում են։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992 թվականին ծնված Վահագն Մարտիրոսյանը։ Նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի իր բնակարանից եւ չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ 2025 թվականի հունիս ամսից ոստիկանությունում գործարկվել է SafeU առցանց անվտանգ բջջային հավելվածը։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին արագ արձագանքելու եւ լատենտային բնույթ կրող դեպքերը բացահայտելու նպատակով SafeU-ն ապահովում է առավել արագ արձագանքում։ Հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց կանչ կոճակի միջոցով արագ հազանգել ոստիկանություն եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից հավելվածն անվտանգ է, չունի անձնական տվյալների արտահոսքի ռիսկեր։ Հավելվածը մշակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ եւ ինտեգրվել ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում։ Կառավարությունն իրազեկում է Անտառներն ու բուսածածկ տարածքները մեր երկրի կենսական եւ ռազմավարական հարստությունն են, սակայն անգամ մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորեք հոգատարություն, ստեղծեք մաքուր եւ անվտանգ միջավայր։ Հրդեհավտանգ ժամանակաշրջանում խստիվ արգելվում է բուսածածկ տարածքներում նետել այրվող լուցկի կամ ծխախոտի մնացորդներ, չնախատեսված վայրերում խարույկ վառել։ Արգելվում է վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխելը, բաց կրակից օգտվելը, ինչպես նաև բացատներում շշեր եւ ապակու կտորներ թողնելը։ Դրանք կարող են ոսպնյակի նման ֆոկուսացնել արևի ճառագայթները։ Արգելվում է այրել չոր խոտը կամ խոզանը։ Վառելանյութերն ու քսանյութերը պահեք փակ տարաներում։ Դրանց պահման վայրերը շրջափակեք առնվազն 1.5 մետր հանքայնացված շերտով։ Մաքրեք բուսածածկույթից եւ փայտի մնացորդներից։ Հրդեհի փոքր օջախ տեսնելիս անտարբեր մի անցեք։ Անմիջապես փորձեք մարել կրակը կամ արագ հազանգեք 112։